Ողջույն բարեկամներ, այսօր ունենք շատ նորություններ, մանավանդ ես կիսվելու եմ մանրամասներով, գաղտնիքները, որոնց չեմ անդրադարձել երբեք, որովհետև մտածել եմ օրը կգա նոր շատ ձևով դա ես կներկայացնեմ։ Իսկ հաղորդում ուզում եմ սկսեմ հանճարեղ Մակարենկոյի փողերով, որ ասում է նորմալ մարդը սոցիալական կեղտաջրերին չի կարող հարմարվել, չի կարող, որովհետև այդ կեղտաջրերի մեջ կարող են ծնվել մենակ լավ ադապտացված այդ կեղտաջրերին սրիկաներ։ Սա այն է, ինչ որ մենք ունենք այսօր, սա այն շերտը, որ հիմա ծնվել է երկիրը ղեկավարում, հենց այդ կեղտաջրերի մեջ է ծնվել։ Իսկ նորմալ մարդիկ այդ վիճակին չեն կարող հարմարվել։ Դրա այն որ տեսնում հարմարված են, դրանց համար հագիստ ապրում են, նշանակում է իրենք այդ նորմալ մարդկանցից չեն, այդ շարքերում չեն մտնում։ Իսկ Մակարենկոն դա շատ լավ գիտեր։ Ինչով էր հայտնի Մակարենկոն։ Մակարենկոն սովետական առաջին տարիներին ունենալով հարուստ փորձ երեխաների հետ աշխատելու մեջ, նրան վստահվեց անտուն երեխեքի դաստիարակմանը, ոչ թե դաստիարակմանը, դրանց ուղղակի որպեսզի հանցագործությունները պակասեին, սովետական իշխանությունները տեղավորեցին ինչ-որ այն վաղ ինտերնատներ էին կոչում։ Եվ Մակարենկոն սկսեց իր ոճով, իր պատկերացումներով զբաղվել այդ երեխաների հետ։ Միակ բանը, որ իրենց առաջարկում է այդ երեխաներին, աշխատանքներ։ Ինքը բացահայտեց, որ աշխատանքով եւ մարդկային լավ վերաբերմունքով ամեն մեկի մեջ կարելի է մի լավ բան արթնացնել։ Սա այն մեթոդն է, որ նա կիրառեց եւ հասկացավ մի բան, որ այդ կեղտաջրին հարմարվելու համար պետք է սրիկա լիներ, որովհետեւ հենց այդ կեղտաջրերն են ստեղծել է սերունդը։ Սերունդը ոչինչով մեղավոր չէր, որ ինքը արժանացել էր այն բախտին, որ այդ շրջանում էր ծնվել։ Չէ՞ որ նրանց մեջ մարդկային ինչ-որ մի բաներ կարելի էր գտնել։ Եվ նա գտնում էր, ու դա նա գտնում էր աշխատանքի միջոցով։ Ես աշխատեցի պարզ, ուղղակի լակոնիկ, շատ երևի նույնիսկ մակերեսային ներկայացնել են ինչ-որ ինքը արել է, ինչ-որ ինքը հասել է, բայց մեծ հաշվով սա է, եթե ուզում եք ավելի մանրամասն իմանաք, դրա մասին բազմաթիվ գրականություն կա, որ շատ հետաքրքիր է, ովքեր զբաղվում են երեխաների հետ աշխատանքով, ում հետաքրքիր է սերունդների դաստիարակությունը, կարելի է կարդալ այդ գրականությունը, շատ օգտակար բան կարող են գտնել։ Եվ այսպես, ինչի մասին է ես հաղորդման սկզբում խոսում։ Այսօր ես կարդացի, որ Վարդան Ղուկասյանը դոգը հեռացել է աշխատանքից, ասենց ասեմ, դա աշխատանք չէր, դա ավելի շատ լիազորություն էր, որը տրվել էր Գայանե Մանուկյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Որոշեցի իմաստ չունի դրա մասին խոսելը, բացարձակապես դա Վարդան Ղուկասյանի որոշումն է, որը պետք է հարգել։ Բայց երբ որ ես տեսա, որ դա անդրադարձել է Էդգարը, ես կասկածել չունեի, որ Էդգարը անդրադառնալու է, որովհետև ես հիշում եմ ընդամենը 1 տարի առաջ ինչ փոխհրաձգություն էր գնում Էդգարի եւ Գայանե Մանուկյանի մեջ։ Ես ամեն դեպքում որոշեցի լսել։ Ես ուզում եմ միայն լսենք։ Կուսակցության այսօրվա տարածված հաղորդագրությունը վարքագծի կանոնները խախտելու, վստահությունը չարաշահելու եւ կորցնելու համար ԱՄՆ-ում նշանակված իմ օգնական Գանե Մանուկյանին հեռացնում եմ աշխատանքից, գրել է Վարդան Ղուկասյանը։ Ես բուկվալը մի տարի առաջ էի ասում էի, որ Գանե Մանուկյանը Նի խարոշի չելավեք, որ բոլոր աջակիցներին Վարդան Ղուկասյանի այդ մարդը ցրում է։ Հատուկ ընենց անում, որ մենք չհետաքրքրվենք Վարդան Ղուկասյանով։ Ամեն ինչ անում է, բայց Վարդան Ղուկասյանը պալյուբոմ ու ասում էր ինչ ասեք, մեկը Գանե Մանուկյանը իմ մարդն է։ Նույնիսկ 2 ամիս առաջ այդքանից հետո որ ուրիշ մարդիկ էլ էին արդեն սկսել ասել, ինքը ասում էր հանգիստ թողեք Գանե Մանուկյանը իմ աջ թևն է։ Իսկ ինչ կատարվեց, որ հիմա Վարդան Ղուկասյանը ասում է, բա ոբշեմ ինքը չարաշահել է։ Պարզվում է, ինչպես բացահայտում է Գև Գրիգորյանը, այս ընթացքում Գանե Մանուկյանը բոլոր խոսակցությունները զապիս է արել Վարդան Ղուկասյանի հետ, նաև մայրիկի հետ որ խոսում է, ինչ դեղեր է խմում, ինչ անում, ոնց է, ինչ ծրագրերից բանից ու բոլորը ինչպես կարգն է, ինչպես անում են բոլոր տասովշիկներ, մուտիլովշիկները, այդ բոլոր հաղորդագրությունները ուղարկում է համապատասխան մարդկանց։ Ես համոզված եմ, որ Գև Գրիգորյանը այս բացահայտումը արեց այն բարի դրդումներով, որպեսզի Վարդան Ղուկասյանի
կողքը շրջապատը մաքրվի, որ Վարդան Ղուկասյանի կողքի մարդիկ վնաս չպարճարեն հենց իրեն, Վարդան Ղուկասյանին։ Հուսով եմ դա իր օգուտը կտա։ Մի կարևոր ինֆորմացիա էլ Վարդան Ղուկասյանի, չեմ ան Վարդան Ղուկասյանը գիտի, չգիտի, բայց ասեմ, թող ժողովուրդն էլ իմանա։ Ուրեմն դոկ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի վրա ԱԱՑ-ում Պապկով գործը դրած է, պարզապես գործին ընթացք չեն տալիս, որովհետև ամեն ինչ գնում է այնպես, ինչպես որ պետք է իրանց սրտով է։ Այ միգուցե ընտրությունների ժամանակ, ինչպես ցույց է տալիս, ինչ-որ բան իրանց սրտ։ Լավ, արդեն մնացածը թող կուսակցության գործեն ես չեմ խառնվում։ Չած ինչ որ ասեց, ինձ համար նորություն չէր։ Ինձ համար նորություններ եւ անակնկալ էր այն ինչ որ այսօր տեղի ունեցավ, որովհետեւ այն ինչ որ ինչի մասին որ ինքը ասում է, Էդգարը, ես կարող եմ ասել 1 տարի առաջ։ Ես կարող եմ ասել 1 տարի առաջ, որովհետեւ շատ քչերը գիտեն, երևի չգիտես ասեմ, ոչ մեկ չգիտի, որտեղ ես ոչ մեկին չեմ ասել այդ մասին։ Երևի բոլորդ հիշում եք, որ ես մի անգամից անդրադարձա Վարդան Ղուկասյանի գործերին, 1-2 հաղորդում հասցրեցի մանրամասներ փոխանցել, հարցազրույցներ տալ իմջելոց, այս էլ պետք է ասեմ, որ մի հաղորդման համար հարցազրույց տալու համար իմ կոնտակտները տվել են հենց Գայանե Անուկյան, որտեղ հետո տարբեր տեղեր տարածում որ ինքն է պրոմոշնով զբաղվել, մի խոսքով էական չի արդեն։ Սա չի էականը գիտեք, որ նա որ ընդամենը 2-3 հաղորդում հետո ես կտրուկ դադարեցի խոսել Վարդան Ղուկասյանի մասին, եթե հիշում եք, եւ բազմաթիվ նամակներ, մեղադրանքներ, ինչ կա Վարդան Ղուկասյանից, ինչ չեք շարունակում ասել, ես իհարկե պատճառը չասեցի, բայց հիմա կարող եմ ասել։ Ինչն է պատճառը, այն ինչ որ Էդգարն ասում է, դա ճիշտ է։ Այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են Վարդան Ղուկասյանին օգնելով, շատ արագ լիկվիդացեցին մեջից։ Շատ արագ ինչ որ բաներ ինտրիգների մեջ հայտնվեցին այդ մարդիկ եւ մի մասը, ինչպես Էդգարը հայտնվեց փոխադարձ կրակների մեջ, հայ։ Իսկ իմ ֆորմատը բնականաբար դա չի, ես ոչ մի կրակահերթերի մեջ չեմ մտնում ոչ մեկի հետ։ Մանավանդ ինձ զգուշացրեց հենց ինքը Վարդան Ղուկասյանի մայրը, ես չէի նկատել, բայց մի քանի օր առաջ փաստորեն այդ իմ դադարելուց առաջ ինքը WhatsApp-ից վրա տեքստ ուղարկել, հա, բավականին տգեղ, որ ես այլևս չխոսեմ իր որդու մասին, որովհետև ես դրա վրա փող եմ հավաքել այդ առումով, եթե հիշում եք, ես ինչ որ հանգանակություններ եմ արել, ես Երևանում ռեստորաններ եմ գնել, տներ եմ գնել դրանով։ Անես բաներ էր ասում այդ կինը, շատ ворթոված, ոգևորված, որ ես ոքի ապշեցի այս կարգի բան, ով պետք է իրան ասած լիներ։ Ես զանգեցի մոր, ասի ես Վարդան Հակոբյանն եմ, ձեր տողի մասին, որ արտումն արել։ Հա, իմ տողը այդ ինչ գործ ունեք, ասի, դե կներեք, ասի, ինչ գործ ունեք, բնա փորձում ենք օգտակար լինել։ Մի խոսքով ամբողջ խոսակցությունը չներկայացնեմ, ես իրան խոստացա, որ երբևէ, նույնիսկ եթե ինքն էլ խնդրի, ես Վարդան Ղուկասյանին չեմ անդրադառնալու, եւ ինքը պահանջեց հանել բոլոր հաղորդումները Վարդան Ղուկասյանի հետ կապված, ինչ որ ես ունեցել եմ, ես դա էլ արեցի։ Նույնիսկ տարիներ առաջ, երբ որ Վարդան Ղուկասյանին շատ քչերն էին ճանաչում, ես միջև պատերազմը, որովհետեւ Վարդան Ղուկասյանի հետ եմ ես իր օգնությամբ մենք բացահայտել 44 օրյա պատերազմից առաջ, ընդամենը 2 շաբաթ առաջ, 4 օրյա պատերազմի բոլոր մանրամասներն ու հանցագործությունները դրա կազմակերպած լինելու դետալները, դա ասում եմ, ես խնդրեցի իրան, ինքը գտավ ռեսուրսներ, իմ այն ժամանակվա արդեն գոյություն ունեցող այս նույն ալիքով հիմա էլ կա այդ հաղորդումները, որոնք միլիոնից ավել դիտումներ ունեն։ Այդ հաղորդումները կա, միլիոնից ավել դիտումներ կա դրանց վրա, ամեն մի հաղորդման։ Մի խոսքով, ես նույնիսկ դրանք հանեցի, ինչպես խոստացել է Վարդան Ղուկասյանի մորը, զուտ արգելով, որ դա ամեն դեպքում Վարդան Ղուկասյանի մայրն է եւ դա իր ցանկությունն է։ Անելուց հետո ես սկսեցի մտածել ում է սա պետք։ Բնականաբար, սա պետք է նրանց, ովքեր չեն ուզում այս թեման ուռճացվեր, հա, ուռճացվեց բնա, տարածվեր, ինֆորմացիա գնար, մարդիկ սկսեին ինֆորմացիա ստանալ ինչ վիճակում է Վարդան Ղուկասյանը։ Մտածում էին, մեկուսացեցինք, մարդիկ պետք է մոռանան, առանց հասկանալու, որ դու մի բան արկելում ես, դրա նկատմամբ հետաքրքրությունն է շատանում։ Եվ ես մի քիչ ուղղակի իմ ինֆորմացիոն շրջանակներով եւ անձնական փորձով puzzle-ը դրեցի իրար կողք
Եվ հասկացա մի բան, ով կանգնած է ամենամոտ այդ գործի գլխին, դա էլ կարող է անել, որ ամեն ինչ լինի բացառապես այդ կոնտրոլի տակ եւ չստացվի ոչ մի բան, ամենակարևորը, որովհետեւ ես ստանում էի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զանգեր Լոս Անջելեսից, Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր տեղերից, բավականին, հիմա իրենք բոլորը երևի նայում են այս հաղորդումը, բավականին ազդեցիկ եւ կարողություններով դեր մարդկանցից, որոնք պատրաստ էին ցանկացած գումար վճարել։ Դες հիմա այս Վարդան Ղուկասյանին չեմ ասել երբևէ, առիթ չեղես, խոսասել եմ լռել ու լռել եմ, ասեմ վերջերս նույնիսկ Վարդան Ղուկասյանի մայրը խնդրել է, որ ես անդրադառնամ իրենց կուսակցության ներսում ինչ-որ գզվրտոցների, ես ասեցի մի զանգեք ինձ, եւ ոչ միայն մայրը, մի քանի հոգի, ես խնդրեցի, որ չզանգեք ինձ, չխնդրեք, որտեղ ես այդ գործերին խոստացել եմ ու չեմ խառնվելու։ Բայց քանի որ հիմա արդեն ամեն ինչ բարձր է, ես կարող եմ դա մասին ասել։ Մի խոսքով, Ամերիկայում ապրող ամերիկացի հայր ազդեցիկ, ֆինանսապես ինֆորմացված, մարդիկ ասում են, հա, էդի վարքյանական լուծվող հարցը, այս գործով ոչ մեկ տալներով չի նստում, ինչ որ մի բան սխալ է գնում, ինչ անենք, ոնց օգնենք Վարդան Ղուկասյանին։ Եվ հիմա իրանք բոլորը հիշում են։ Ես բոլորին ասել եմ, դուք չեք կարող որևէ բանով իրեն օգնել, որովհետև ով տիրապետում է Վարդան Ղուկասյանի մոտ շարժումներին, ով տիրապետում է այն ինֆորմացիային, որը տիրապետում է Վարդան Ղուկասյանի մայրը, մի խոսքով, գործը իր ձեռքում է։ Եվ ես շատ գրեհիկ ձևով, բայց ոչ հանրային, մեկուսացրեցի, որ հանկարծ օգտակար չլինեմ այդ գործին եւ ավելի գրեհիկ ձևով հարձակում եղավ մնացած այն մարդկանց վրա, որոնք անդրադառնում են այդ кейսին։ Եվ ես ընկերական, հիմա բոլորն էլ կարող են հաստատել, ով ինձ այդ հարցով դիմել է, ընկերական խորհուրդ եմ տվել, չխառնվել, եթե չեն ուզում, հիմար պատմությունների մեջ ընկնել։ Այսինքն, որ իրանց անունը անտեղի ստեղծում են կողմ շոշափի, որտեղ ցանկացած միջնորդություն օգնության համար անպայման մի բանի հետ կապվելու է, այսինքն մարդը բերել է փող տա, իրան ասելու ներկայացնելու են մորը, որ այս մարդը որ եկել է փող տա, եկել է որ հեսա փող աշխատի, այս կարգավիճակով ձեզ բոլորին խայտարակելու են։ Ես իմ փորձից եմ ասում, սա եղել է շատ անձնական խոսակցություններ։ Անցան ամիսներ, շատ ամիսներ, մարդիկ ինձ հետ գրեցին, որ երևի ամենաճիշտ բանն էր այդ ժամանակ, որ իրանք նույնիսկ լավագույն ցանկություններով իրանք չմխտրվեցին, իրանք չեն հասկանում ինչի է իրանք առաջարկած օգնությունները մերժվում, չեն հասկանում, զանգում են ինձ ասում են, այս ինչ է կատարվում։ Մենք ամեն ինչով օգտակար ենք եղել, ավելին ենք պատրաստ անել, մերժվում ավելի, ինչու՞մն է բանը։ Ես այդ ժամանակ բացատրեցի իրանց զուտ ինտուիցիայով եւ իմ ունեցած ինֆորմացիաների հիման վրա։ Հիմա քանի որ այդ մասին արդեն խոսվում է, ես հարկամարեցի ձեզ տեղեկացնել ինչն է իմ լռության պատճառը, ով է ինձ խնդրել ընդհանրապես չանդրադառնալ Վարդան Ղուկասյանի գործի, դա հենց Վարդան Ղուկասյանի մայրն էր, բայց վստահ եմ ոչ իր նախաձեռնությամբ, որտեղ իմ ու իմ նմանների ակտիվությունը ներկայացվել է որպես իր անվանտա գումարների հավաքում, հավաքագրում, մի աննորմալ բան է, որ ես թույլ չէի տա երբևէ, որ իմ անունը հանկարծ այդպես մի բանի հետ շոշափվեր։ Եվ ես նախընտրեցի անհասկանալի մնամ մարդկանց համար, որոնք չեն հասկանում ես ինչ եմ լռել, ինչ այդ մասին էլ չեմ խոսում, քան ընկնել են պատմությունների մեջ, որոնք որտեղ ընկավ ասենք նույն Էդգարը եւ այլ ընկերներ։ Բայց քանի որ հիմա բանից արդեն անցել, ամեն ինչ բոլորս գիտենք, հուսով եմ, որ Վարդան Ղուկասյանի գործերը կգնան իր ճիշտ հունով։ Ես միշտ ասել եմ, եթե դուք նկատել եք, ինչու ես նշանակություն չեմ տալիս այդքան ինչա ասում Վարդան Ղուկասյանը։ Ոչ թե իմ համար միևնույն է ինչ է ասում, այլ ես գիտեմ ովքեր են եւ ինչ ինֆորմացիա կարող են շատ նուրբ տեղերում, անգլերեն կոչվում է misleading, հա, սխալ ուղղությամբ, ասես թեթև ակնարկեր անել եւ ընդհանուր պատկերը Վարդան Ղուկասյանի մոտ լինի fake, սխալ, բայց դա իր մեղքը չի, դա ինֆորմացիոն հոսքերից ստացված եզրակացությունն է, որոնց մի մասը սուտ է, կեղծ է, ու ես գիտեմ որ այդ ինֆորմացիաները կեղծ գնում է,
Ես գիտեի, ես երբեք դրա մասին չեմ խոսել։ Ես ընդհանրեն ասել եմ միշտ դուրս կգա, կտիրապետի իրավիճակին, ինքը որոշումներ կայացնի, այն ժամանակ խոսել։ Սա է եղել ամբողջ պատմությունը եւ ես այսքան ժամանակ ուղղակի համբերատար սпасել եմ այս հանգուցալուծման։ Թող ոչ մեկ չզարմանա, որ իմանալով հանդերձ ես չեմ այս մասին այսքան բաց խոսացել, որովհետև ես այս ընթացքում սովորել եմ մի բան, որ համբերությունը կյանք է եւ ամեն ինչ գալու է անգնի իր տեղը։ Ամեն ինչ, վաղ թե ուշ գալիս ընկնում է իր տեղը։ Հուսով եմ սրանից հետո արշալույսները ավելի խաղաղ կբացվեն Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում, որտեղ հիմա գտնվում է Վարդան Ղուկասյանը։ Ես հիմա վստահ եմ, որ էկրաններն անկյունում այն կողմը, մանավանդ Լոս Անջելեսում գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ սրտացավ, շատ պատրաստական, ամեն ինչ արել են այս գործին օգնելու համար, իրանք հիմա եթե մի մասերը բիզ կանգնեց եւ սկսեցին հասկանալ ինչու՞ն է բանը, որ ինչ-որ մի բան չէր ստացվում, որովհետև պետք չէր, որ դա ստացվի։ Չեմ ուզում խոսանամ այդ բաների ընտրության հարցում, հա, փաստաբանների ընտրության հարցում ամերիկյան, դա առանձին թեմա է։ Դոյցեմ, ես չեմ ուզում հիմա անգնեմ հետաքննություն անեմ, ոնց եղավ, ով ում առաջարկեց, ոնց առաջարկեց, ինչի մերժվեցին այս մարդիկ։ Փողի հարց երբեք չի եղել, մարդիկ պատրաստ են եղել փող տալու։ Ես այդ մարդկանց ճանաչում եմ։ 100,000, 200,000, 250,000, 500,000 մարդիկ պատրաստ են եղել այդ փողերը տալու։ Կարող է հիմա ֆանտաստիկ հնչի, բայց եղել է այդ բաները։ Այդ մարդիկ կան, հիմա էլ կան։ Այդ մարդիկ, գիտեք ինչ են արվել։ Մերժվել են։ Այսպիսի խայտարակ բաներ։ Ամեն դեպքում ես հիմա անցնեմ մեր այլ նորություններին, որոնք էլի շատ կարևոր են մեր համար, մեր ապագայի համար, Հայաստանի համար, ու ուզում եմ հերթականությունը մի քիչ այս պահով խախտել, ասել, որ եվրոպական երկրները հանձինս Մեծ Բրիտանիայի մերժել Ամերիկային եւ Իսրայելին իր տարածքով թռիչքներ եւ լիցքավորում այդ զինվորական ինքնաթիռների լիցքավորում Իրանի նկատմամբ հարձակում գործելու համար։ Մերժել են։ Մասնավորապես Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Սա Իսպանիան նույնպես հաստատ մերժած կլինի, որտեղ հսկայական ռազմաբազա ունի։ Մերժել էր նաև Կատարը, մերժել էր նաև Արաբական Էմիրությունները այս կողմի վրա։ Ես հիշում եք ասում էի, աշխարհում մնալու է երկու երկիր իրար սենց, հա, Ամերիկան մնալու է Իսրայելի հետ։ Բոլորի կողմից ինքը մերժվելու է։ Սա որպես գիտություն եմ ասում, որ պատերազմը սրանք ամեն ինչ անելու են, որ լինի։ Ռեսուրս չունեն, հիմա հենման կետ չունեն։ Մանավանդ, որ Իրանը հայտարարել է, որ կարողացել է կոտրի Թրամփի անհատական էջերը, մասնավոր, եւ ունեն ձայնագրությունները, վիդեոները քաշել է, գտել է, որտեղ Թրամփը անչափահասների հետ է։ Մի խոսքով։ Հիմա ասում է, եթե դու հանկարծ հարձակվես, այդ ձայնագրությունները կդառնան ինտերնետում հասանելի։ Հիմա այս Նյու Յորք ամերիկյան Նիկոլ Փաշինյանը ընկել է 2 քարի արանքը Էփստին, հիմա արդեն այդ ձայնագրություններ ունի նաև Իրանը եւ մյուս կողմից մուրճը ձեռքին Թրամփի գլխին է կանգնած Նետանյահուն, որ Իրանին հարվածի։ Տեսնենք ով է հաղթելու։ Ես միշտ պնդում եմ, պնդել եմ, Իրանին հաղթել հնարավոր չի այս պատերազմով, առաջին իսկ հարվածի պարագայում անհետանալու է Ադրբեջանն ու Իսրայելը։ Ապրենք տեսնենք։ Հիմա գանք մեր տարածաշրջան։ Ուզում եմ մեր հայու խոսքը կարդամ ուղված ԿՊ-ին 44 օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ուղված Ռուբեն Ռուբինյանին, որը մեղադրում է քահանային դավաճանության մեջ։ Տեսեք ինչ է գրում։ Աղջիկը ինչ է գրում, արդեն ստիպված են մեր աղջիկները մեր փոխարեն գրել։ Ռուբեն Ռուբինյան, ո՞նց ես
դու լավ կլինես։ Դե գնում հասնում ես սաղմոսավանք ոչ թե թողություն տալու կամ օրհնություն ստանալու, այլ տեղի քահանայի հետ բազար անելու։ Հիմա ինչ, նեղվել ես, որ Տեր Օշինը ձեր նման բաշի բեզաչոտնիկ չի ու ասածը չի հերքել։ Ասում է քրեորեն պատժելի է եկեղեցում քաղաքական խճականություն դնել քարոզելը։ Աղջիկն է գրում, «Յա, բարև ձեզ, բայց այսքան տարի այս ձեր քաղաքական խմբակը ինչով է զբաղված։ Դուք կարաք եկեղեցին անվանեք Չուլան, ԱԱԾ-ն ուղարկեք քահանաների մոտ, որ վեհապարի անունը զեղչեն, ավազակախմբեր ուղարկեք մայր տաճարը գրավելու, իդեպ ժամերգության ժամանակ, հետո նեղվեք, որ քահանաները ձեզ չեն դասում կարգին մարդկանց շարքերը»։ Հասկանում եք, մենք ուր ենք հասել, լավ եւ վատ իմաստով։ Հասել ենք նրան, որ տղամարդ կոչվածը Հայաստանում, տղամարդ կոչվածը այնքան է դարձել իսկականից Չուլանի ապրանք, որ հիմա սկսել են այդ Չուլանի ապրանքներին տղամարդության դասեր տալ մեր աղջիկները ու կներեք բարես համար լրիվ ճշտի մեջ։ Թե ինչ է ասել Տեր Օշինը, մենք հələ կանադառնանք։ Բայց այս Ռուբեն Ռուբինյան կոչված վիժվածքը Թուրքիա ագենտ, ընդ որում ես գիտեի գոնե սրա հետ է կարգին մարդը, այն էլ պարզվում է, սրա աջակիցն է։ Սրա աջակիցն է փոխում է դեռ արդարացումներ գտնել ես իրա ապրոսկի համար, էլի դուսպրծուկի էս հանցանքների համար, հələ փորձում է արդարացումներ գտնել, էլի։ Սա իմ մոտ ես մի բան կա, որ ես քաշեցի գիծը։ Էդի քաշվում է, ես այդ ուշ եմ քաշում, որովհետև ես ասած ընկերուհու ես ամեն մի խոսքից արածից համար պետքա հատորներով հիմնավորումներ ունենամ, թեկուզ դրա համար ստիպված լինեմ 1 տարի սպասելու, ինչպես ես հիմա սպասեցի, հա։ Բայց եթե ես ասում եմ, ես գիծը քաշում եմ, դե ուրեմն հատորներով հիմքեր կտակը։ Ես հենց այնպես բան երբեք չեմ ասում։ Մանկությունից սովորել եմ մի բան. տղամարդը պետքա հարգի սեփական խոսքը։ Եթե տղամարդ ու ամեն խոսքը պետքա մի քանի կիլո ոսկուց ավել արժենա։ Ինչ ասեմ, Տաթևիկ ջան, ներողություն հայուի ջան, որ դու ստիպված ես հայ տղամարդուն բարոյականության դասեր տալու։ Ես որպես հայ տղամարդ ես ամաչում եմ դրա համար ու ներողամտություն եմ հայտնում քույրիկ ջան։ Ներողամտություն եմ հայտնում նաև այս արտասահմանցիների համար, որոնք տեսել են Հայաստանում այս այնտանելի այլանդակ փոսերի քանակությունը եւ սեփական նախաձեռնությամբ բետոնում են փոսերը։ Ես վստահ եմ, որ երեխեքը Ճապոնիայից կլինեն, Չինաստանից դժվար լինեն։ Հիմա ասում են Չինաստանից են, բայց դժվար համեմարտը չինացուն ու ճապոնացուն իրանից տարբերի։ Չինական մշակույթի մեջ սա այդքան չի մտնում, էլի սա ավելի շատ ճապոնական մշակույթ է։ Շատ, որովհետև այս երեխեքը դպրոցից սովորեն, որ իրենց ճաշը իրանք են եփում, իրենց միջավայրը իրանք են մաքրում, իրենց տուալետները իրանք են մաքրում, ամեն ինչ իրենք են իրենց համար անում։ Եվ իրանք ունեն սոցիալական պատասխանատվության զգացում այն միջավայրի նկատմամբ, որտեղ իրենք ապրում են։ Ու սա շատ ճապոնական բան, որը մեզ դաս ապտակ, ինչ ասեմ։ Էսեն Մակարենկոյի ասածն է, էլի որ կեղտոտ ճահճային միջավայրը ստեղծում է հենց այդ կարգի մարդիկ։ Իրանք սովոր չեն այդ միջավայրը, իրանք մաքրում են իրենց միջավայրը։ Մինչդեռ մենք սկսել ենք հարմարվել այդ միջավայրը ու հույս ունենք, որ այս միջավայրից միայն հանճարներ են ծնվելու։ Իսկ ես զարմանում եմ այդ միջավայրում այդ հանճարները որտեղից են ծնվելու, որոնցով հետո էլ հպարտանում ենք։ Լսենք։ You speak of occupied territories. How can they be taken from an entity that never existed by a nation that was always there? Հրեաներն եկել են մեզ օգնելու, գիտեք, անկախ իրանցից։ Իրանք իհարկե իրենց հանցագործություններն են արդարացնում, բայց ասում են մեզ օկուպանտ են ասում, մենք ո՞նց կարող ենք օկուպանտ լինել եւ գրավել մի տարածք, որը իրանցը չի եղել ու օկուպանտ համարվի մի ազգ, որ միշտ տեղ ա եղել, դա իր սեփականությունն է։ Խոսքը Իսրայելի եւ Պաղեստինի մասին է։
իրենք սա են պնդում, որ դա իրենց Աբրահամն է տվել, Աբրահամը, այսինքն իրենց կադաստրի վկայականը ասած են Չուլանապետի, հա, Աբրահամի բանը թղթերն է, եւ ասում են, էսի մերն է, Աբրահամն է մեզ տվել, ոնց կարող ենք մենք լինենք օկուպանտ։ Սա այն Չուլանապետների համար, ովքեր Արցախի եւ Հայաստանի հայկական լինելն են վիճարկում։ Հղում արեք, այսօր լրիվ հղումն են անցկացնում, բանը աշխատում է, ասեք ոնց, Իսրայելն էլ է նույն բանն ասում, տեսնենք ով է հակառակվելու, այսօր փաստացի աշխարհի տերերն են ասում սա։ Հիմա կարգին էլի Էդգարին պետք է լսենք, որտեղ մի քիչ ուրիշ հաղում է տալիս, էլի, ես այդ հայ արփի Մելիքսեթյանին չգտա, Էդգարին լսենք, ինչ վատ է։ Իշ ճիշտ խոսքեր ա գրել հայ արփի Մելիքսեթյանը։ Առաջին անգամ ընտրեցինք Նիկոլին, տվեցինք 5000 զոհ, մեծացավ Եռաբլուրը, հազարավոր որդեկորույս մայրեր, այրի կանայք։ Երկրորդ անգամ ընտրեցինք, կորցրեցինք Արցախը, Արցախը հայերի 100 հազարավոր տեղահանում, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, լիքը քաղբանտարկյաներ, լիքը գերիներ, դպրոցից հեռացվեց եկեղեցու պատմությունը, հայոց պատմությունը, միջազգային ատյաններում արժեքների ոտնահարում, եկեղեցին պախառակեց, գերբից հեռացրեցին Արարատը, եւ սա ընդամենը չարիքի փոքր այցն է, որ գրում եմ։ Հիմա հարց. երրորդ անգամ ինչի համար են գնալու ընտրենք սրանց։ Ընտրում ենք, որ Ալևի արևելյան Ադրբեջանը իրականություն դառնա, թե որ 300,000 ադրբեջանցիները գան ձերեղածին տուն տեղ դառնան, ձերյան ազգանները, որ դառնա Օղլի։ Երրորդ անգամ սրանց գնացող ընտրողը առնվազն գենետիկական թուրք պետքա լինի։ Կամ վարսկան, Էդգար ջան, Ասփի ջան, մենք մոռանում ենք, որ կարող է թուրք չլինի։ Համեմատության մեջ թուրքը կարող ավելի լավը լինի, քան այդ վարսկաններն են։ Չմոռանանք, որ այդ վարսկանների շերտը քիչ չի, դրանք առատորեն վճարվում են նաև հայ մարդու վճարած հարկերից, բյուջեից, առատորեն։ Հիմա մենք դրանցել ենք հայտնելու։ Այնպես որ այսօրվա թուրքերը, ովքեր քարոզում են Փաշինյան Նիկոլին, այս հարցերի պետքա պատասխանեն, որ այ մնացուկներ, այ անբարոյական գոյացություններ, առաջի անգամ ընտրեցինք, այն ստացանք, երկրորդ անգամ ընտրեցինք, այն ստացանք, երրորդ անգամ ինչի պետք է նույն բանն անենք, հա։ Իսկ բարձում այդպիսի գոյացություններ, ես նույնիսկ եմ ուզում հիշեմ, սա մասը մենք խոսացել ենք, հա, որ այդպիսի մի գոյացություններ, փաստորեն, այս Կրամփս ցանցն է, խմորեղենների ինչ որ, հա, սուրճի սպասարկման կենտրոնը, չգիտեմ սա ինչ է։ Մի խոսքով, որոնք արդեն ադրբեջաներին մենյու են առաջարկում։ Սրանք պետքա փակվեն, սրանք այնքան այնպես պետք է ռևյուներ ստանան, մտեք, մի ալարեք, մտեք դրանց ցանց, գտեք ու գրեք այն ինչ որ պետք է իրանց գրեք, հա։ Սեղմեք այդ բաների վրա, աստղերի վրա, ոչնչացրեք սրանց, որովհետև ես ես երաշխավորում եմ ցանկացած հյուր, ցանկացած ռելոկանտ, ցանկացած արտասահմանցի, որ գալիս է, ուզում է միտեղ գնա, պայման նայում է ռևյուներն ու աստղերը։ Մի օբյեկտ, որ ունի 4.5, այն չեմ ասում 4-ից պակաս աստղ, նա բանկրոտ է արդեն։ Բանկրոտ։ Նա կարող է աշխատի բացառապես այն իներցիայով ապրողների համար կամ թուրքերի համար։ Մտեք այդ աստղերով ամենամինիմումը, ամենավատագույն ձևով ոչնչացրեք սրանց համապատասխան կոմենտներով, համապատասխան ռևյուներով։ Թուրքերը իրավունք չունեն բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում։ Լսանք շատ պետք է փոշմանել իրենց հանցագործության համար։ Աննա Վարդանյանի էջից եմ ցիտելու։ Ինձ ուղարկել էր այնքան լավն էր, որ ասեցի ձեր հետ կիսվեմ։ Սա հենց նրանց համար է, այս կարգի թրքահաճո շակերտավոր բիզնեսմենների համար եմ սա կարդում։ Երբ Սուլթան Մեհմեդը գրավեց Բյուզանդիայի Կոստանդնուպոլիսը, բյուզանդական մեծահարուստներին հարցրեց. ինչու չֆինանսավորեցիք ձեր քաղաքի պաշտպանությունը, հարցնել է։ Գրզոներին ընդեի հարցրել է։ Բյուզանդական հարուստները գցնելով սուլթանին, թե մեր գանձերը պահել էինք մեծն սուլթանի համար, սուլթանը տիրելով ամբողջ հարստությանը հրամայում է
գլխատեր գրզոներին, տականքներին։ Մասնա տեղափոխեք մեր օրերը եւ կհասկանաք։ Սա եղել է միշտ։ Ես Կոնստանտինոպոլիսը գրավելու ժամանակ, երբ հայկական տարածքները հայաթափելու ժամանակ, այն հայ հադուսները, որ պահել են իրենց փողերը, որպեսզի կաշառքով ազատվեին կոտորածից, համ փողերը վերցեցին, համ էլ իրենց կոտորեցին։ Սա իգիտություն այն կեղտոտ մասայի համար, որ այսօր իրենց փողերով պահում են Փաշինյան Նիկոլին։ Ես ձեզ ասել եմ։ Նայեք, տեսեք, ձեզ ինչ է սպասում։ Փաշինյան Նիկոլին էլ կարողացաք պարտադրեք հայ ժողովրդի վզին, դա ձեր վերջն է։ Փաշինյան Նիկոլը տապալվեց, ձեր էլի վերջն է, բայց գոնե կապրեք։ Հասկանում եք։ Բանտում կլինի կամ չգիտեմ ինչ կլինի, դա էլ դատարանը թող որոշի, հասկանում եք, բայց գոնե ձեր կյանքին վտանգ չի սպառնա։ Իսկ Նիկոլի վերարտադրությունը, որին դուք ամեն ինչ անելու եք, դա պատմականորեն ապացուցված հետևանքներ ունի։ Այն է լինելու, ինչ որ Կոնստանտինոպոլիսի հալուսների ճակատագիր եղավ երկիրը քաղաքը հանձնելուց հետո։ Սա լսենք։ Այսպես ասած, ապահովագրական առաջին աշխատավարձն են ստացել ու դժգոհություններ կան։ Մի փոքր կպատմեք մեզ ինչ դժգոհություններ են առաջացրել։ Այո, բժիշկները ստացել են իրենց առաջի ապահովագրության ներդրումից հետո աշխատավարձը բավականին ցածր թվերով եւ ուշացումով։ Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30% ցածր աշխատավարձներ, իսկ պոլիկլինիկաներում, այսինքն արտահիվանդանոցային բժշկական ծառայությունում մոտավորապես 2 անգամ, 2-ից 3 անգամ երբեմն ցածր եւ այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը, որտեղ բժիշկները եւ բուժքույրերը այնտեղ վարձատրվում էին per capita սկզբունքով, այսինքն գլխաքանակային սկզբունքով եւ այդ per capita սկզբունքով իրենց աշխատավարձը բավականին իջել է։ Եվ ցավոք սրտի բավականին ուշ են ստացել, այսինքն եթե չեմ սխալվում, փետրվարի 20-ին նոր իրենք աշխատավարձ ստացան, իսկ դրանից առաջ մենք տեսանք առողջապահության նախարարության հայտարարությունը, որ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, որովհետև նոր համակարգ է, չենք կարողացել սա անենք, չենք հասցրել նա անենք։ Բնականաբար։ Իսկ ինչ ենք ուզում մենք այս համակարգից։ Դուք գիտեք, այս միլիոնները, միլիարդները պատտվում է բյուջեում, եւ վարկով, եւ ներքին բյուջեում, բժիշկների համար է, դասատուների համար է, գիտնականների համար է, ոչ, դա բացառապես իրենց համար է։ Իրանք դպրոցում լավ են սովորել, բա մի 2-300,000 տուն ինչա ոչ ունենան։ Բայց տարվա վերջ 7 միլիոն մենակ աշխատավարձից բացի պարգևատրություններ ինչա ոչ ունենան։ Հարգելի բժիշկներ, հարգելի դասատուներ, հարգելի հայ մարդ, դուք պետք է հասկանաք եւ վերջո, որ այս համակարգը հակահայ, հակամարտկային համակարգ է։ Սա Վարդան Հակոբյանի ճաշակի ոլորտից չի։ Ոգի Վարդան Հակոբյանը ճիշտն է ասում, ձեզ չի խաբում, ասում է, այս իներցիան, այս վեկտորը տանում է դեպի սա։ Ու ամեն օր փորձում եմ ապացուցել, որ այս վեկտորը այս հետևանքն անում, այս հետևանքն անում, նա էլ անխուսափելի է, եթե ուզում ենք վեկտորը փոխենք, սա պետք է անենք։ Ոչ մի ճաշակի բան չկա ստեղ, ոչ մի քաղաքականություն, որ ես ինչ որ հատուկ քաղաքականություն եմ սպասարկում, չկա ստեղ։ Սա զուտ իրականությունն է, զուտ պատճառը հետևանքային կապ է։ Հարգելի բժիշկներ, դասատուներ, գիտնականներ, թոշակառուներ, դուք պետք է շատ լավ հասկանաք։ Առաջին անգամ ընտրեցիք, ստացաք Արցախյան պատերազմ։ Երկրորդ անգամ ընտրեցիք, դատարկվեց Արցախը։ Հա? Զոհերը իրայերթին։ Երրորդ անգամ ոչ միայն դուք աշխատանքներն եք կորցնելու, ձեր տներն եք կորցնելու, ձեր հայրենիքն եք կորցնելու, նորից կյանքեր եք կորցնելու, իրանք ասել են, չէ՞։ Եթե չմնանք մենք, Զանգեզուրի միջանցքը չենք կարող տալ։ Զանգեզուրի միջանցքը դա Հայաստանի վերջն է։ Ամուր սարի շահագործումը
դա Հայաստանի տապանակալնա հալավոր տարիներ։ Հայաստանը դադարում է գոյություն ունենալ այն ինչ որ մնաց Հայաստանից, տակը որ զորով ուզում է ապրել թողի վրա, ինքը մուտացվելու է, ինքը դառնալու է այն կենթանիները ծնվելու մի քանի գլխանի, մարդիկ քարսկեղով հիվանդացած։ Արդեն։ Պետք է հասկանալ, սա ով է, ու ինչ անում, ու ինքը չի թաքցնում։ Հասկանում եք, այս Էփստինի այն դևը է, որ հելել է, այս բելը, որ հելել է, բալը, ինքը տենց հելել է։ Ու ինքը սնվում է արյունով։ Այս դևը Նիկոլ Փաշինյանը հայ մարդու արյունն է մատաղանում է դևին։ Էլ ուրիշ ոնց ասեն սրանք։ Իրանց ամբողջ կերպարանքով դուրս են եկել հայ մարդու, հայ հոգևոր մարդու, եկեղեցու, սրբությունների, ավանդույթների, ինչ ասեմ, մի ամբողջ հայ մշակույթ ասեմ, մշակույթ բառը նույնիսկ այս ամբողջական չի, ցիվիլիզացիայի, քաղաքակրթության դեմ են էլես չի վաղները։ Սրանց մի բան է հասնում, ուղարկել գլորի ծոցը, մասսայական մասնակցությամբ, ամենավճռական ձևով, այն մարդը, որ մտածում է, եթե իրակի կարելի է դրանց մարդ ասել, որ իր պասիվությունից, իր անտարբերությունից ինքը շահելու է, ու իրա էական չի Փաշինյան Նիկոլը կմնա թե չի մնա, դա արդեն մարդկային տեսակի մեջ չի կարող բան անել, հասկանես, տեղավորվել, նա գալիս է կանգնում է Մակարենկոյի ասած տեսակի վրա, որ նորմալ մարդը ճահճաջրի մեջ չի կարող ապրել, հա, չի կարող հարմարվել այդ իրականության մեջ։ Հասկանում եք, բաներ կա, որ ամաչում եմ նույնիսկ դրա մասին բացատրեմ, ինքը այնքան ակնհայտ է, որ դրա բացատրելը նույնիսկ բանականությունն է մարդու վիրավորում։ Ու այս համակարգը մենակ այսպես երևույթ կարող է տա։ Գլխավոր դատախազությունում մինչև 2019 թիվ պեկում ոստիկանություն տարբեր պաշտոնյաց բարեցած այդ ընթացքում դոլարով միլիոնատեր դարձած Միրան Դավթյանից պահանջում է բռնագանձել։ Սա տեսեք ընդհանրապես մի հատ էպիզոդ է։ Ով աշխատել է այդ համակարգում դոլարային միլիոնատերը 14 անշարժ գույք, այդ արդեն անցավ միլիոնը։ Հայաստանում 14 անշարժ գույք, այդ արդեն 2-3 միլիոն է։ 6 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձացում մասնակցություն, այսինքն 2 տեղ ինքը փայատել է, բանկերում դրված 792,000 դրամ եւ 24,000 ԱՄՆ դոլար ավանդ, 5 միլիոն դրամ չվերադարձած փոխառության պահանջի իրավունք, 270 միլիոն 151,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ 796 միլիոն 825 դրամ, որը չի հիմնավորում անձի օրինական եկամուտներով։ Մենակ 790 միլիոն, այսինքն մենակ 800 միլիոնը 2.5 միլիոն դոլար է։ 2 միլիոն դոլարից ավել է։ Մենակ ես մի դեպ է, չեմ ասում մնացածը։ Հասկանում եք մենք ինչ ենք տալիս այս այսինքն պետությունը ինչա ծնում։ Դրա համար այս կարգի երևույթները Բայց փողի դիմաց իրանք երեխեքին են ծախում։ Լսեք, Ստարմերին գիտեք, չէ՞։ Ստարմերին վարչապետը Բրիտանիայի։ Գիտեք ինչի դիմաց է վարչապետ դարձել։ Լավ եք նստած։ Երեխու մատաղ անելով։ Իր երեխուն Էփստինին տալով։ Սրանք, ես մեկ որ ասում եմ, սրանք պատրաստ են իրենց երեխուն տան, ծնողին տան, արա տալիս են փաստորեն, սա ապացույց, սա փաստեր է։ Եթե ասես ման ասես մեկը ես ասել կներկայացնեմ այդ ապացույցները, ես ացում բաներ չեմ ասում։ Այն որ մենք ուղեղի մեջ չի տեղավորվում, չի նշանակում որ չկա։ Սրանք տալիս են։ Գրզոն տալիս է, մուկը տալիս է, լֆիկը տալիս է։ Տալիս են, այն որ աննայում, Արամ Սարգսյանը տալիս է։ Ցանկացած մեկը սրանց հետ այսօր համագործակցում հասկանում է, այս դևը աջուն է ուզում։ Այս դևը բան է ուզում այդ զոհաբերություն է ուզում։ Ու դա էժան զոհաբերություն չի, որտեղ դիմաց իրանք ստանում են իշխանություն, փողեր, որը իրանց համար շատ ավելի կարևոր է, քան իրանց երեխեքը նույնիսկ։ Դուք ուզում եք այս համակարգում ապրել։ Նայեք սա,
այս համակարգի պտուղները։ Էլիտար բազմաբնակարան շենքի էլիտար ինքը, էլիտար։ Դասի սալիկներն է փոխվում ընկնում մարդկանց գլխին։ Ինչ եք ուզում։ Այս շենքն էլ է նստված տալու, այս շենքն էլ է փուլ գալու, ես ասել եմ։ Այն մարդիկ, ովքեր սրանց այս շինարարության մեջ, սրանց սարքած շենքերում, այն էլ այնպես վտանգավոր տեղեր, բոլորը հիմա փորձում են սարքել, դեպի զանգուտանող թունելի վրա են սրանք ուզում շենք սարքել, թունելի վրա։ Ասենք կամուրջների կողքը, բանը, այս, չգիտեմ, ձորի բերան, սրանք թքած ունեն ձեր կյանքի վրա, հասկացեք։ Եթե սրանք իրենց երեխեքի ապագան են վաճառել, ձեր կյանքը ինչ է, որ սրանք չվաճառեն իրենց փողերի դիմաց։ Ինչ է, հասկացեք, եթե նույնիսկ դուք այս իշխանության մի մասն եք, եւ դուք մի քանի $100 $100,000 շենք բնակարան ունեք էլիտար շենքում, չի նշանակում, որ այս իշխանության այս հանցավոր գործունեության արդյունքում կպցրած սալիկը ձեր գլխին չի ընկնելու, հասկանում եք, հնարավոր չի խուսափել այդ հետևանքներից, կապված չի դուք որտեղ եք ապրում, մեկը դուք այդ սալիկների տակով եք անցնում, դուք այդ ջուրն եք խմում, դուք այդ օդն եք շնչում, այդ բժշկությունն եք ստանում, այդ քանդված ասֆալտով կարող է դուք ուզենաք ձեր երեխուն հասցնեք հիվանդանոց, ճանապարհին մնաք, որտեղ այդ ասֆալտով հնարավոր չի քշել, հասկանում եք, կամ հասցնեք պարզվի տեղում բժիշկ չկա, որտեղ այդ բժիշկները աշխատավարձ չեն ստացել, գնացել են տուն։ Սա պետություն չի։ Սա կորսանալար մեխանիզմ է։ Սա մահաբեր իշխանություն է, մահաբեր։ Ընդ որում իր համար մեկ է, այդ մահացողը դիմությունից է, անդիմությունից է։ Սա գինն է, որ ինքը տալիս է։ Այն կովիդի ժամանակ համատարած որ սպանում էին, մտածում են այդ մեռնողները անդիմություն են, դիմություն։ Սա այն գինն է, որ պետք է վճարեին ոզին, դիմացը այդ տասնյակ միլիոնավոր գրանտները ստանալու համար։ Իրանց համար ինչ տարբերություն ով էր մեռնելու։ Նիկոլ ընտրած կմեռներ, Նիկոլ չընտրած չէր մեռնի։ Միևնույնն է, հասկացեք, սա մարդակեր համակարգ է։ Թքած ունենա բժիշկների վրա, դասատուների վրա, զովասների վրա, գիտնականների, թոշակառուների, բոլորի վրա, այդ բոլորը իրար հետ իր համար մատաղացու են, ցանկացած մեկին ինքը պետք է սեղանի վրա մատուցի իր բելին իշխանությունը շարունակելու համար։ Հիմա մենք սա դեմ ոնց ենք առնելու, արդեն մեր անձնական խնդիրն է։ Կանենք կամ մնանք, չենք կանի։ Դե արդեն ընտրությունն է։ Մեր ընտրությունն է, որովհետև այսպես մանկավարժներ կան, մատ լսենք էսը։ Լուսանկարներ էր տրամադրել, որ парքի անկյունի պաստառը, որի վրա եղել են հերոսների, բազմաթիվ հերոսների։ Վիճակը նայեք հələ։ Դեմքի արտահայտությունն եք հեգնական քմծիծաղը։ Թքած ունենալու, սան ասում են դու դպրոցի տնօրենն ես։ Այդ երեխեքի նկարները այդ անկյունից ուր ես հանել։ Լսան նայեք մերթել։ Ու ոնց է ստացվում, որ այս կերպարներն են դպրոցի տնօրեններ։ Ոնց է ստացվում, էլի միտեղ մի հատ բարեկիրթ, բարեհամբույր, գրագետ մարդ չտեսանք։ Գիտեք ինչի։ Որտեղ ըստ Մակարենկոյի այս կեղտաջրերի մեջ ապրողները պետք է սենց լինեն, որտեղ հակառակ դեպքում ինքը չէր կարող այդ կեղտաջրի մեջ թաթիկներով լողալ։ Սենց այս կերպարը պետք է լիներ, որը պետք է տալես պատասխանները։ Նկարներ երկրորդ հարկի ճաշարանում է գտնվում եւ մի անկյունի վրա պարզապես շպրտված են նկարները, այսպես էր ծնողը ձևակերպել եւ նա նշել էր, որ Ինքն էլ հարցի չպատասխանի։ Օրինակ, իր շարժու ձեմը լսելու նույնիսկ կուլտուրան։ Լրագրողը հարց է տալի։ Դու ոչ ու բարով այդ տգետ դու դպրոցի տնօրեն ես։ Դու օրինակ չես, դու բացասական անթույլատրելի օրինակ ես այդ դպրոցի երեխեքի համար։ Այսինքն քեզ տեսնող երեխեն չի կարող հարգալից մեծանալ լրագրողի, մեծերի, շրջապատի, մամուլի նկատմամբ, իր արած գործի նկատմամբ չի կարող, որովհետև քեզ է տեսել։
Ինձ իր պատասխանը հավատացեք, հետաքրքիր չի, որտեղ արդեն ես կարծում եմ իրանովա։ Ես կարծում եմ ձեր հեռախոսը դոշին խփած արհամարական քմծիծաղը բերանի անկյուններում վերև նայելով հակած ունի քո արդենի վրա էլ իր պատասխանել արդեն մտքին գիտի ինքն ինչ ասելու։ Որտեղ ինքը արդեն հանցագործությունը արել է, հասկանում եք։ Որ ինքը չի ասել խալաթ եմ արել։ Չի ասել իհարկե։ Էլ իր պատասխանը արդեն իր դեմքին կանգնելա ձևին, իր շարժ ու ձևին էս, հա։ Գերած արդեն։ Դուք ես ինչ աղետ եք։ Աղետ, այն որ ասում են ամենավտանգավոր տեսակը դա անգրագետ, անկեղծ տգետ տեսակն է։ Մանավանդ, երբ որ այդ չեռնը պաշտոնի է հաս։ Չեռն է, կեղտ է, տիղմը, դու ձերը պաշտոն եւ վերջը միջավայրը դառնում է տիղմը, դե չի կարող բանաչել։ Նախկին ճաշարանի տարածքը դա հիմա աղբանոցի է վերածվել, հետո արդեն ծնողը ահազանգել էր, որ դպրոցի տնօրենը զանգել է ուսուցիչներին, պարտադրել, որ այդ խնդիրներին փորձել եք լուծում տալ, որտեղ տեղեկատվություն կար, որ դուք ուսուցիչներին Հիմա ասում եմ sense կեղտոտ մանիպուլյացիա։ Էս ամենացե այդ անկյունի։ Դες այդ մի հատ բանն եմ թողել։ Հսկայական անկյունները։ Ոչ մի բան չի երկրվել, որ երեխեքի նկարները այդ մեծ Տեղից տեղը հանել են, ասում ատեղ շարք էին կանգնում, խանգարում էր այդ անկյունը, դպրոցը ինչ շարք կարա, կարող գարնիզոնա դպրոցը, թե ինչ է, բանակային կորպուսը է, դե ինչ է, ասում երեխեքս թե շարք էին կանգնում, էդի խանգարում էր, հա, դուք եք խանգարում, դու ես այդ քո չափսերով խանգարում, դու ես քո այդ կերպարով խանգարում հայ երեխուն, հայ երեխա մեծանալը, հայ մարդ, ազնիվ մարդ, հայեցի մեծանալու համար, այսպես քո կերպարով դուք եք խանգարում, այդ երեխեքի նկարները չէ խանգարում, իսկ հիմա լսենք այսպես պաշտոնյաների։ Մավիրի մարզպետի աշխատակազմից ենք, քանի որ ուղիղ եթերեր մեր դպրոցի հետ կապված, այո, մենք անմիջապես արձագանքեցինք, ես Մավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետն եմ։ Շատ ուրախ եմ, ես զանգում էի, չէի կարողանում կապ հաստատել մարզպետարանի հետ։ Հաստատեցի դպրոցի տնօրենն էլ կողքից կանգնած։ Ամեն դեպքում ես ճանապարհին եմ ուրեմն եղել, ես ընդհանրապես ուզում եմ շատ կարճ արձանագրել հետեւյալը, հարգելի լրագրող, որ մարզպետի աշխատակազմի կողմից որևէ ցուցում, որևէ հանձնարարական փառքի անկյունների հետ կապված երբևէ չի եղել։ Վերջ, եկավ փուրը տալու են բուղային, որ մենք իրան բան չենք ել, սա իր նախաձեռնությունն է։ Լսեք այդ Նիկոլացիններ, ովքեր աշխատում են Նիկոլի համար, պետք է այս ասեմ, իրանք ոչ թե ասել են մենք չենք ասել, վաղը ցուցմունք են տալու ձեր դեմ, այդ տգետներ, այդ թափոններ, այսով ով աշխատում է Հաճոյանա, այդ հանցագործ հրամաններն է կատարում, լինի դա դատավոր, դատախազ, չգիտեմ, շարքային ոչնչություն, ով ուզում է լինի, վաղը ոչ միայն ասել են մենք չենք ասել, պետք է ասենք ախպեր, ոնց, ձեր դեմ ցուցմունք են տալու, ցուցմունք այ հենց sense, տեղում ուրանալու են ձեզ, որը ձեզ հասնում է։ Եվ այս պարագայում եւս չի եղել։ Դուք արձանագրել եք խնդիր եւ մենք էլ ենք ուզում հասկանանք ինչու՞ն է Ծնողն է։ Վերջ, հիմա մի բան եմ սպասում, այդ բուղային այդ հակաэսթետիկ երևույթին վաղը հեռացնել աշխատանքից ու վերականգնել փառքի անկյունը, հարգելի լրագրողներ, խնդրում եմ, որպես հետևանք, դուք չեք ասել, եկել եք դուք իմանաք, որպես հետևանք դա պետք է հաջորդի։ Եթե չեղավ, ինչա դուրս գալիս։ Ուրեմն սրանք համ ասում են, համ լրագրողների առաջ փուրն են տալի, որպեսզի ամբողջ հայկական աշխարհը քֆուր տա այս դասախոսին, տնօրենին, համ էլ չեն ասում, որովհետև իրանք են ասել։ Դուք պատկերացնում եք դուք ինչի հետ գործ ունեք, Նիկոլացիններ, կոյուղիացիններ, դուք հասկանում եք, դուք ինչի մեջ եք, ձեր մասին դեռ կանխատեսել է Մակարենկոն, ձեր տեսակի մասին գրել այդ մարդը, դե վայելեք։
Ժողովուրդ, սա արդեն ուղիղ սպառնալիք է մեր ապագային։ Փաշինյանի թիմը որոշել է, որ հայ երեխան դպրոցում պիտի չսովորի, ոնց պաշտանի հայրենիքը։ ՆԶՊ-ի փոխարեն ինչ-որ անվտանգ կենսագործունեություն են մտցնում։ Այսինքն թուրքը սահմանին կանգնած ատամները կշտացնում է, իսկ մերոնք երեխեքին սովորեցնելու են ոնց փողոց անցնել կամ ոնց փախչել։ Ռազմը հայրենասիրական բառը դարձել է այս իշխանության թշնամին։ Դրանք ուզում են մեծացնել մի սերունդ, որը ոչ թե կկռվի հողի համար, այլ հնազանդ կենթարկվի։ Սա ծրագրված քայլ է ազգին վերջնականապես բարոյալքելու համար։ Հարցեր կան։ Կա դեռ մարդ, ոչ չի հասկացել ինչ կատարվում։ Ուրեմն նայեք, Թուրքի համար, որպեսզի հնազանդեցի Հայաստանը, ինքը գտնում է Նիկոլացիների նման հատված, մեծ փողերով հովանավորել, որոնք հայ ժողովրդի մոտից կվերացնեն պայքարելու ցանկությունը եւ հնարավորությունը։ Եկուսի միասին, սկզբից հնարավորությունը, հետո նույնիսկ ցանկությունը, որտեղ եթե հնարավորություն չկա, բայց ցանկությունը կա, կլինի 91 թիվ։ Որտեղ 91 թվականին հնարավորություն չկար պատերազմելու, բայց ցանկություն կար։ Եվ հայ տղամարդիկ, որոնք դեռ այն վիճակին են, որ իրենք իրենց ասածների համար պատասխան էին տալի, ոչ թե աղջիկները։ Հայ տղամարդիկ հան ձևը ցանկությունը կար, հնարավորությունը չկար, չէ՞։ Գտան ձևը։ Մոնթեն ասում էր մեզ մենք զենք ինչն է սա պետք։ Հետո թշնամին ունի, ձեռս վերցնում ենք։ Տեսեք, հնարավորությունը չունեին, բայց կամքը կար ու գտան ձևը։ Հիմա սրանք բացի հնարավորություն զրկելուց, մեզ նաև կամքից են զրկում, ցանկությունից են զրկում, հնարավորությունից, նույնիսկ դու չես կարող, եթե այդ սովետական սերունդը գոնե դպրոցում ավտոմատ կալաշնիկովը քանդել հավաքել, սովորում են ինչպես ես եմ սովորել։ Մեջանակ բան էին դնում, վայրկյաններով 45 թե 50 վայրկյանում պետք է քանդեի հավաքեի ակայանը։ Հա, եթե մենք դա դպրոցում գոնե սովորում ենք, հիմա դրանից էլ են զրկում, որ դու գնաս նայես դա մի հատ անծանոթ առարկա, ոնց է դու ալմոլորակային ես, դու կյանքում ավտոմատ չես տեսել։ Ինչ պիտի անես դրա հետ դու։ Մարդ կա, որ դեռ կասկածում է սրանք մեր հետ ինչ են անում։ Սա է։ Զրկում են մեզ ոչ միայն հնարավորությունից, այլև կամքից։ Ու երեխեքին էլ ասում են, սա պիտի լինի ձեր դպրոցի ճամփան։ Սա դուք այս կեղտա ջրերով ձեր ոտքերին, սա խալբերտն է, երբ չի, սա բան չի, շորբուլախը չի։ Սա Համզա Չիմանը չի, ես նույնիսկ չգիտեմ նրանք ինչի պիտի այդ վիճակի լինեն, բայց սա Երևանն է։ Այո, ստեղծում են այս միջավայրը, որ այս ցեխաջրերի մեջ, մեծ ցեխաջրերի հոգեբանությամբ սերունդ մեծանա։ Ու հենց որ մի օր ասֆալտեն, իր համար դա լինի տոն եւ ձեռք բերում, որ այլևս ինքը ցեխի մեջով չի քայլելու։ Եվ ասում են իջացնենք այս անդղակը, մենք պետքա մեր բանը պետքա իջացնենք մեր չափանիշները, հա։ Այս է։ Նաեւ սա։ Սա էլ են Համբալն է, Համբալ Տիգրան Ավինյանի հերը, որը պարտվել է դատարանում եւ ձեզ տեսնեմ Opel-ի վարորդներ։ Արդեն նախադեպով։ Գնացեք 1 միլիոն, 2 միլիոն, ինչքան ուզում եք։ Դիմեք դատարան, որ դուք վիրավորված եք ձեզ զգացել, որտեղ դուք Opel-ի վարորդ եք, եւ այս Համբալի ծնունդին ուղղակի դատի տվեք նախադեպային կարգով, թող բերեն ձեզ պահեն, որպես կոմպենսացիա։ Արդեն քանի միլիոն կուզեք ձեր վիրավորվելու համար, դա արդեն թող ձեր փաստաբաններն ու դատավորը որոշի։ Դա ինչքան արժի։ Բայց որ նախադեպային սկզբունքով սրանք պետք է սննկանան, ու սրանք պետք է բոլոր Opel ունեցողների միլիոններով փող տան կոմպենսացիա որպես։ Սա փաստ է։ Սա էլ կլինի այն վճարը, որ մարդ իր ասած խոսքի համար պետք է պատասխան տա, որովհետև սրանք այն աղջիկը ասած բեզաչոտնիկ են, հասկանում եք։ Սրանք տարրական են, սրանք ինչ որ այն տեղերում են մեծացել, որտեղ չի եղել այն պրակտիկան, որ տղամարդը խոսքի համար պետք է պատասխանատու տա, պատասխան տա։ Սրանք չգիտեն։ Տարրական են, էլի, խավարասեր, միամիտ թուրքը բերել նշանակել է պաշտոնի ու արդեն Opel կշողներն Համբալ են իրենց համար ու իրավունք չունեն ամեն տեղ մտնել դուրս գալու։ Դե խնդրեմ, գնացեք եւ ստացեք ձեր միլիոնները այս Համբալներից։ Եվ այսպես
Սա էլ հենց տերոշինն է, որ ասել եմ ու ասում եմ, քպայականները ինձ համար հայրենավաճառ են ու վերջ։ Տերոշին, սեղմում եմ ձեր ձեռքը, եղբայրաբար գրկում եմ ու լրիվ ձեր հետ համաձայն եմ։ Քպայականը նշել է, որ Տերոշին իրեն ծանոթ երիտասարդ զույգին, որը պատրաստում է փսակադրվել, ասել է. կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ քպայական չլինի։ Ինչ ճիշտ, ինչ մաքուր, զուլալ բնորոշում։ Ուսանից Ռուբեն Ռուբինյան թուրքի ծնունդները նեղված են։ Արա դուք գնացեք թող մոլան ձեզ փսակի։ Հայ, եկեղեցու դուք ինչ գործ ունեք, այ մոլի ծնունդներ։ Ինչ, դուք ինչ իրավունք ունեք հայ քահանայից նեղանալու։ Ինքը հայ քահանան ձեր ճշգրիտ բանը տվել է նկարագիրը։ Արեք ինձանից նեղացեք։ Ինձանից նեղացեք, լսեք հետևանքները։ Տերոշինն էլ է ճիշտ ասում։ Ասել եմ ու ասում եմ, քպայականներն ինձ համար հայրենավաճառ են։ Շատ մեղմ ասում, որովհետև հոգևորականին չի կարելի հայոյել։ Տերոշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել։ Քպայականն է, խելքը գլուխը հավաքել։ Վա։ ԿՊ ինձ համար նման կուսակցություն չկա։ ԿՊ-ական կլինի, չի լինի, կարևորը հայրենավաճառ չլինի, հայրենասեր, եկեղեցասեր մարդ լինի, ասել եմ եւ ասում եմ, նշել է Տեր հայր։ Վերջ։ Տերոշինից հետաքրքրվեցինք, մտավախություն չկա, որ հիմա էլ իր նկատմամբ հետապնդում կսկսեն։ Տեր հայրը նշեց, որ որևէ մտավախություն չունի, արդեն 6 ամիս է, որ իր հետևից ընկած է։ Վերջ։ Ժողովուրդ ջան, գիտեք, ովքեր են հաղթում։ Ովքեր հաղթել են վախը։ Որովհետև ները մի հատ գործիք ունի ազդելու մարդու վրա։ Դա վախն է։ Վախը կորցրած մարդը ինքը անխոցելի է։ Ցանկացած լեգենդ ուսումնասիրեք, դա կլինի մեր Սասունցի Դավիթը, թե սկանդինավյան, թե ինչ լեգենդ ուզում լինի, քանի որ ես երկար ուսումնասիրել եմ սկանդինավյան լեգենդները, զուգահեռ մեր Սասունցի Դավիթի։ Ես այդ օրինակների վրա կարող եմ ասել, որ երկու լեգենդների մեջ էլ գլխավոր հերոսը դա մի երիտասարդն է, որը մաքուր աղբյուրից է ծնվել, եւ ամենակարևորը, որ իրանք երկուսներն ունեն ընդհանուր, նրանք չգիտեն ինչա վախը, չգիտեն, նրանց միշտ փորձության են տալի եւ ներշնչում են վախ, որպեսզի հաղթեն, բայց նրանք աղամարում են վախը, աղամարում են դրանով, իսկ նրանք անպարտեն։ Հիմա սրանք ուզում են կառավարեն վախ սփռելով, վախ, եւ որոշ մարդկանց նկատմամբ դա աշխատում է։ Ինձ որ ասում են դու չես վախենում, ասում հենց ես վախենամ, արդեն պարտված եմ։ Ինձ պետք չի հաղթել։ Իմ նման մարդուն պետք չի հաղթել։ Հենց սկսեմ վախենալ, ես արդեն պարտված եմ։ Եվ ցանկացած մեկի նկատմամբ այդպես։ Պարտված է այն մարդը, որ սկսում է վախենալ։ Մեկի հետ էի խոսում, ասեց Վարդան ջան, ասեց ես հավատացյալ տղա եմ, ասեց հավատացյալը որ դի վախենա էլ ինչ հավատացյալ։ Դուրս եկավ այդ պատասխանը։ Ես չգիտեի, որ ինքը այդքան խորը հավատացյալ է, որ ես ասեցի զգուշ եղի ամեն դեպքում բան Երևանում ապրում էլի։ Ասեց Վարդան ջան, ասեց ես հավատացյալ տղա եմ։ Հավատացյալը ո՞նց կարող է վախենա։ Բայց հիմա ես էլ եմ ասում, բա քահանան ո՞նց կարող է վախենալ, չնայած վախեցող քահանաներ էլ կան, որ վախից ունեցածը կորցնելու վախից։ Տեսեք նյութականը կորցնելու վախից։ Արդեն իրանք արդեն կեղտոտ են, էլի նյութականը իրենց համար ավելի կարևոր է։ Նյութականը կորցնելու վախից դարձել են տիրադավ եւ դարձել են Փաշինյան Նիկոլի բութ կեղտոտ, բայց մեկ անգամյա օգտագործելու գործիք։ Շնորհակալություն Տերոշինին։ Արցենսի գրկում են եղբայրաբար։ Իսկ հիմա ուզում եմ սրանց լսեք միասին։ Եվ քաղաքական մշակույթը նաև նշանակում է, որ նույնիսկ եթե այսպես ասեմ, տարիքով մարդը, հա, միտք արտահայտող, իմաստ արտահայտող մարդը, եթե նույնիսկ ինչ որ բանում կարող է ցայտակել, խնդիրը սխալը չի, խնդիրը վրիպումը չի, սխալը այն արձագանքն է, որը հետևում է այդ սխալի կամ վրիպում է։ Իսկ սա հասկանում եք մարդիկ, որոնք խոսքը
Հակոբ Մովսեսի արտահայտած մտքի մասին է, որին ես էլ եմ անդրադարձել, հա։ Դու իրավունք չունես, հա, դու այն պաշտոնին ես եւ այն կարգավիճակում ես, որ դու իրավունք չունես կողմ բռնելու, քեզ նշանակել են ընդ որ դու զուսպ լինես։ Դու չես կարող ներկայացնել իշխանություն կամ ընդդիմություն, հա։ Հիմա սրանք պատկերացնում եք հանրայինի առաջի եթերը, Հայաստանի առաջի եթերը, քաղաքական էլ ոչինչ չունի քննարկելու, կանչել են Տիգրան Հակոբյանին։ Չգիտեմ հիմա զվանին ինչա, բայց նույն համակարգի զվանիով աշխատող Տիգրան Հակոբյանին, որպեսզի ինքը արդարացնի իմջալոց դատված հանցագործությունների համար, փողերի յուրացման համար դատված Տիգրան Հակոբյանին, որպեսզի ինքը, չգիտեմ ինչի ինքը հենց արդարացնի Հակոբ Մովսեսին, բայց լսենք հələ։ Խոսում են զսպվածության մասին, ազգային արժեքների, հա, մշակույթի մասին, նրանք փորձեցին Հակոբ Մովսեսին ոչնչացնել։ Իսկ եթե ստացվեր, այսինքն ինքը շատ չխոսար, ինքը որոշեր, իսկ Հակոբ Մովսեսը արժանապատիվ մարդ է, մենք ամեն օր շփվում ենք, մենք իր տեսակետները գիտենք, հասկանում եք, իսկ եթե ձեն չաներ, իսկ եթե առողջական խնդիրներ ունենար, մենք մարդու արժեքը, հա, երկու նախադասությամբ ենք չափում, ոչ թե իր ամբողջ անցած ուղով։ Գուցե նրանք հասան ինձուլացին, եւ Հակոբ Մովսեսը այլևս ինտերվյուներ չտա։ Մարդու արժեքը երկու նախադասությամբ են չափում։ Հիմա այս Տիգրան Հակոբյանի եւ դիմացի նստած թուրքական գործակալ Անտոնիո Կանդերս Պետրոս Ղազարյանի պետք է ասեմ մի բան, ուշադիր լսեք։ Հակոբ Մովսեսին ոչ մեկ երկու բառով չի չափում։ Հակոբ Մովսեսի ամբողջ կենսագրությունն ու խոսույցն է իր չափանիշը։ Ոչ մի միամիտ մարդու երկու խոսքը իր համար ճակատագրական չի դառնում։ Այդ երկու խոսքը ընդամենը հաջորդ նախորդիվ ասված խոսքերի ապացույցն է։ Այսինքն այս չի որ ինքը առաջի անգամ է այդ բառերը ասում, առաջի անգամն է այդ դիրքորոշման եւ այնպես հետաքրքիր զուգադիպության Տիգրան Հակոբյան նախկին լևոնական եւ Հակոբ Մովսես նախկին լևոնական։ Նենց է ստացվում որ բոլոր նախկին լևոնականները, որոնք երբեք դրանք նախկին լևոնական չի լինում, սով մոլին նիկոլական են եւ նիկոլական իշխանության մեջ գրավում են ամենա sense դիպուկ տեղերը մանավանդ իդեոլոգիայի հարցում։ Տեսեք, իդեոլոգիայի հարցում։ Ֆինանսական բան, ֆինանսական ուժային դրանք Քոչարյան Ռոբերտի ու Սերժ Սարգսյանի մեջ է բաժանած։ Իդեոլոգիա Լևոննա կառավարում։ Շատ կասկածելի պատահական ասացել, լրիվ պատահական։ Ուրեմն լսեք, եւ դուք, եւ Հակոբ Մովսեսը, դուք մնալու եք պատմության մեջ, բայց որպես թուրքական գործիքներ, թշնամու գործիքներ, ընդ որում իդեոլոգիայի դաշտում։ Դες գրզոն կեղտոտ գյադա է, գրզոն իր արդեն գիտենք ինչ, հա, ինքը ստարմերի նման ինք իր ամեն ինչ ծախել է իր իշխանության համար։ Նրա համար մեկը թուրք իրանք այնժանակ թուրքն ռուսներ հիմա կարա թուրքը լինի։ Իր համար մեկը։ Դուք ավելի կեղտոտ եք։ Դուք ավելի կեղտոտ եք, որտեղ հոգի եք պղծում։ Գաղափար եք պղծում։ Այդ դուք ավելի կեղտոտ եք։ Եվ ոչ Հակոբ Մովսեսը, ոչ դուք հանրայինի եթերում արդարանալով չեք կարող ձեր վրայից մաքրել այն կեղտը, որ դուք կուտակել եք ձեր նախաձեռնությամբ, ձեր իսկ կեղտոտ քարոզչությամբ, ձեր իսկ Դեշտե ոնց է ասում, սուտը նշանակում է վիրավորել ճշմարտությունը։ Ձեր իսկ ճշմարտությունը վիրավորելով։ Որտեղ դա ձեր արածնամն է, հասարակ մարդը կապ չունի։ Եվ դա նես չի որ մի հատ խոսք է, անմեղացված խոսք է, չէ, դա ընդհանրապես անմեղացված խոսք չէ։ Դա հերթական անգամ նույն ճակերտավոր անմեղ խոսքներ, որ մարդկանց մեջ բարդույթ ջղայնություն արտնացել, այն աստիճան, որ սրանք անհանգստացել են, ճիշտ է կանոն, որ անհանգստանում եք, որովհետև հայ մարդը էլ ձեզ հանդուրժելու լիմիտ չունի, վերջացել է։ Հիմա պատկերացնում եք ինչքան եք անցել այդ լիմիտները, որ ես եմ դրան անդրադառնում ու այս բառապաշարով։ Ու սա մեր բառապաշարը, որտեղ ես ձեր աչքերի մեջ չեմ նայում, ես խնայում եմ ձեզ, այ դուք ավելի ճշմարիտ, ավելի sense դիպուկ կարող եք լսել ինձանից, երբ որ մենք դեռ դիմաց հանգած հայտնվենք
Որտեւ ես եմ մարդն եմ, որ մեկի մի բառ ասելուց ես ուզում եմ անպայման հնարավորություն տամ ինքն էլ ասի։ Ես հերևս չեմ հայոյում։ Ուզում եմ, բայց չեմ կարող, թույլ չի տալիս դասիրակությունս։ Պետք է ինքը դիմացը լինի, որ ես հավասար պայմաններում լինենք, էլի չասեն առիթից օգտվում է, հերևից հայոյումը, չէ։ Իմը չի դա։ Եղավ, այնպես դուք պատրաստ եղեք ավելին լսելու մի օր, երբ որ մենք հանկարծ այնպես կլինի պատահմամբ դեմ դիմաց դուրս կգանք իրար։ Ու դա լինելու է անպայման։ Դա կարող լինի դատարան դալիճում ձեր դատին, դա կարող լինի փողոցում, Երևանում կամ ուրիշտեղ։ Դուք պիտի պատրաստ լինեք նաև դրան։ Նեցա շատ մի ներվեք Մովսես Խորենացու, կներեք Հակոբ Մովսեսի համար։ Այդ Մովսես Խորենացի դրան ասեց, երբ որ Արամ Ասատարյանը, երևի հիշում եք, հա։ Արամ Ասատարյանը չգիտեր Մովսես Խորենացու եւ Հակոբ Մովսեսի տարբերությունը։ Իր ընդունարանում հարցրեց Մովսես Խորենացին տեղում է, այդ նախարարության մշակույթի նախարարության քարտուղարու մազերը սենց է եղել։ Մովսես Խորենացին ուսկա տեղում լի, Հակոբ Մովսեսն է տեղում։ Ինչ որ է։ Հիմա գանք մեր հիմնական ախոյաներին։ Իսրայելը հերացված է Հորդանանի լեքսիկոնից։ Հորդանանում պաշտոնապես ճառնշել են Իսրայելին որպես թշնամական պետություն։ Եվ ցանկացած հիշատակում, ցանկացած մեջբերում դրա հետ վերաբերյալ աշքելվել է։ Ինչի համար, որովհետև ընդամենը 3 էս չէ։ Տակեր Կարսոնի մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Յակոբ Հակոբին, հələ դեսպանը Իսրայելում պարզ հայտարարեց, որ Նեղոսից միջև Սիոն այդ տարածքները Աբրահամը ասել է ձերն է։ Եվ դրանք հрьяաներին են։ Եվ այդ բոլոր արաբական երկրները, որոնք տարածքում գոյություն ունեն, մի օր գոյություն չեն ունենալու։ Դա իրաց տարածքն է։ Մարդը պարզ ասեց։ Եվ Հորդանում հայտարարել են, խնդրեմ, ոնց թե դուք մեր երկրի վրա աշկ ունեք, ու համարում եք, որ մենք սա պատահական մարդիկ ենք, մենք սա պետք է չափրենք, սա ձերն է, վերջ։ Շնորհավորում եմ։ What terrorists do is target the innocent deliberately. And therefore, my definition of terrorism is the systematic and deliberate attack, the murder, maiming, and menacing of innocents, civilians, for political goals. Նետանյահուն է ետեսար ժամանակ, եմիկը սահմանում է ինչ է նշանակում տերորիզմ։ Տերորիզմը, երբ որ մի խումբ մարդիկ սիստեմատիկաբար հարձակվում են խաղաղ ժողովրդի հետ, սպանում են խաղաղ բնակչության։ Սա այն է, ինչ որ արդեն 2.5 տարի է, գոնե այս ռեժիմով ակտիվ, ինքը անում է Պաղեստինի հետ։ Էլ չեմ ասում, արդեն 70 տարի է սա մեծ հաշվով։ Բայց ավելի սիստեմատիկաբար արագացել է երբ հոկտեմբերի 7-ից 23 թվականին։ Իսկ Լիբերմանը իրանց կնեսետի բաներից, դեմքերից, պատգամավորներից ուղիղ մեղադրում է Նետանյահուին առաջի մեղավորը այդ հոկտեմբերի 7-ի ցեղասպանության մեջ, որը իրանք դիտարկում են որպես կազմակերպած դիտավորյալ իրականացած ակտ հրյա ժողովրդի նկատմամբ, այսինքն Իսրայելի բնակիչների նկատմամբ, Իսրայելի բնակիչների։ Ամեն ինչ կարող փոխվի ամեն ժամանակ։ Աշխարհում ոչ մեկ ապուշ չի էլի, նո ապուշներից բացի։ Ես պետք է ասեմ նոր ստացա Հայաստանի Միացյալ Նահանգներում հայկական նացիոնալ կոմիտե կա տենց, իրենք ուղարկեցին ինձ հետևյալ ինֆորմացիան, որ բրիտանական պարլամենտում լսվում է եւ կազմվել է խումբ, հետաքննության խումբ, Rising the Past, անցյալի ջնջում, ոնց որ վերնագրով, որոնք 5 փուլով փաստորեն ուսումնասիրելու են Արցախում իրականացվածը։ Դեռ զեկույց է կարդացել Արտակ Բեգլարյանը Արցախից, հա, եւ բազմաթիվ կա նաև մասնակիցների անունները Բրիտանիայի պարլամենտից։ Ես ուզում եմ կարդալ ուղղակի այդ 5 փուլը, որով հետաքննվելու է Արցախի այդ պատմական մշակութային այդ ժառանգության, ընդհանրապես արցախցիների ճակատագիրը։ Հա, առաջինը գնում է mapping evidence destruction, exacting legal, ուրեմն առաջի հերթով քարտեզներով այդ
վնասների եւ ոչնչացման բանը պետք է ապացույցներ ներկայացվեն, երկրորդ փուլով լինելու է այդ ամեն ինչի ընդունումը, ձևակերպումը, հաստատումը, հետո լինելու է երրորդ փուլով բաց լսումներ էքսպերտների եւ վկաների կողմից, չորրորդ փուլով application of the final report կներկայացվի վերջնական ոնց որ զեկույց եւ հրապարակում եւ հինգերորդ փուլով կլինի UK government, այսինքն դա կլինի արդեն բրիտանական պարլամենտի եւ կառավարության եւ միջազգային ինստիտուտների կողմից բանը որոշակի գործողություններ, թե ինչ կլինի գործողությունները դա ենթադրում եմ ընթացքում կերևա, բայց սա շատ կարևոր միջոցառում է։ Շնորհակալություն Բրիտանիայում հայկական նացիոնալ կոմիտեին, բոլորին շատանքների համար ինձ ուղարկեք ընթացքում ինչ որ կատարվում է, ես սիրով այդ մասին կտեղեկացնեմ մեր բազմահազար ունկնդիրներին եւ ակնդիրներին։ Դա համար խնդրում եմ տարածել։ Տեսեք ինչքան կարևոր process-ներ են գնում։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ, Ալիև, Բիբի Նետանյահու, Դոնալդ Թրամփ շանս չունեք։ Մեզ գիտեք ինչ են մնում։ Ազնիվ խոսք եմ ասում, թող ոչ մեկ սա չափազանցություն չհամարի։ Մեզանից մնում է չհանձնվելը։ Լուրջ։ Չհանձնվելը։ Սա իրանք ինչ որ ուզում են։ Ով կոչ անում ձեզ հանձնվել, ով ասում է ու հիմնավորում է, որ ամեն ինչ վերջացած է, թեման փակված է, մարդը մեռել արդեն տապանակալը դնելու ժամանակն է Հայաստանի մասին է խոսքը։ Դու գործ ունեք թուրքերի օգտակար ապուշների հետ, ինչ ասեմ դες։ Սա նույնիսկ հանձնված մարդը, նույնիսկ հասկերի վերջի ստադիայում գտնվող մարդը չի հանձնվում ու դեպքեր կան, որ դրանք փրկվում են, որովհետև ուղեղը չի ուզում մեռնի։ Հասկանում եք։ Չավատակ, պայքարելակ։ Եվ կլինի արդյունք։ Բայց սա նայենք։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Դոնալդ Թրամփին ուղարկել են գրողի ծոցը Ամերիկայի Միացյալ Նահանգների հոկեյի կանանց հավաքականը։ Դոնալդ Թրամփը հրավիրել է այս միջոցառման, ինչ որ առիթով, էական չի։ Իսկ օլիմպիական չեմպիոն այս թիմը իրանց երկրի պրեզիդենտին ուղարկել է գրողի ծոցը։ Սա է վերաբերմունքը։ Սա է հասարակությունը։ Ես ասում հասարակությունը Ամերիկայում ինքը բազմաշերտ է, ինքը շատ իդեալական չի, հասկանում եք։ Ինքը այդքան բարեկիրթ եւ հղկված շիշկան եվրոպական հասարակությունն է։ Բայց դե կա մի հատ բան, օթի մեջ, հա։ Իրանք կարող է բարեկիրթ չեն, չուրբան են, կարող է շատերը, հա, մանավանդ Նյու Յորքում ինչ ասես կարող եք տեսնել, հա։ Բայց բոլորի մտքի մի բան կա։ Իրանք ազատ են։ Ազատ են, չեն ընդունում բռնություն, չեն ընդունում դոմինանցիա իրանց վրա։ Չեն ընդունում այս մարդիկ։ Իրանք լուրջ են ընդունել, որ իրանք ազատ հասարակություն են։ Չակերտավոր եմ ասում լուրջ են ընդունել, հա։ Իրանք հավատացել են դրանց։ Շատ դժվար է իրանց հետ ամոզել, որ չէ, դուք ստրուկ եք։ Որ իրանցից ուզում են կերտեն ստրուկ։ Իրանք դա չեն ընդունելու։ Ու ես ընթացքում դա կապացուցեմ նաև։ Կներեք, որ այսօրվա հաղորդումը մի քիչ երկար է ստացվում, բայց դե բաներ կա, որ անպայման պետք է խոսվի, հա։ Անպայման։ Ես նյութին ես շատ չեմ ուզում երկար անդրադառնամ, բայց սա ապացույցն է նույնիսկ the CIA's MKUltra Project Monarch mind control operation. Born in Michigan in 1957, Kathy was born into a family of generational pedophiles. She was sexually abused by her father from infancy. Kathy's father, Earl O'Brien, had a 6th grade education and earned his money as a worm digger. He supplemented his meager income through sales of pornography, images of Kathy and her siblings being abused. He was selling these images through the U.S. mail until one day he was caught by the U.S. government. Lucky for Earl. Սոսկալիավ ես այդ մասին պետք է ասեմ։ Սա նաև է մարդկանց մասին է, ովքեր Դիսնեյն են ղեկավարում։ Դիսնեյնը ղեկավարում փաստորեն մարդիկ, որոնք ցույց են տալիս սրանք սեքսուալ տրաֆիկինգ են ենթարկել սեփական երեխեքին։ Ու պարզվում է այս սատանիստների մոտ դա նորմալ ռիտուալ է։ Սեփական երեխեքին։ Եվ իրանց ընկերները, բարեկամները, բոլորը այդ երեխեքը տես մեծացել են, ու իրանք էլ են տես մեծացել։ Ոչ մի նորմալ մարդ սա չի կարող հավատալ։
բայց փաստերը խեղդում են ուղղակի։ Բոլորը պատմում են իրենց պատմությունը։ Իրենց սեփական ծնողները իրենց ոնց են բռնաբարել, եւ մայրը, եւ հայրը, եւ ոնց են իրենց աչքի առաջ իրենց բարեկամները, հարևանները, ասենք տեղի եկեղեցու առաջնորդները Սարմերները։ Սարմերը Բրիտանիայի պարլամենտի նախագահն։ Վարչապետը կներեք, արդեն ինչ բարեր եմ ասում վարչապետը։ Այն ինչ որ հիմա բացահայտվում է, դրանք սատանիստներն են, իրենց, ասենք, այն ինչ որ ուրիշ երեխեքի հետ են անում, դա նայում անում են իրենց երեխեքի հետ։ Երեխեքի հետ։ Չեմ ուզում սա մասին խոսամ, զսկալի է։ Չինաստանը պարզ ասել է, նայեք։ China is like, if you're someone who we might find on Epstein Island, bye-bye. Meanwhile, Trump says it's a shame that they arrested Prince Andrew on his birthday. This man has had it coming for forever. He has been a royal who's been above the law, doing... Չինաստանը պարզ ասել է, ովքեր եղել են Չինաստանի քաղաքացի այդ կղզում եւ իրենց անունները կա այդ ցուցակների մեջ, մահապատիժը հասնում Չինաստանում։ Չինաստանի նախագահն ասում։ Դոնալդ Թրամփն ասում է, ամոթ ասում է, ամոթ Բրիտանիայի կառավարության, որ իր պեդոֆիլ ընկերոջը ձերբակալել։ Ամոթ դրանց։ Դե տեսեք հələ, այնի մեր կողմից չսիրած կոմունիստական Չինաստանն է, էսի ազատ աշխարհի լիդեր դրոշակագիր Դոնալդ Ֆրեդի Թրամփը։ Ֆրեդն էլ նույնից է։ Ու տենց է մեծացել է հրեշին իրը։ Սա էլ բանում է, Մելբուրնում է, միլիոնավոր մարդիկ դուրս են եկել ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ Իսրայելի։ Բոյկոտ, աշխարհով մեկ բոյկոտ է գնում Իսրայելի դեմ։ Եվրոպական երկրներն արգելեցին իրենց տարածքները օգտագործելու համար, Իսրայելի կամքը կատարելու համար, Հորդանանը եւ արաբական երկրները, հեսա առաջին ասած Հորդանանը մնացածներն են ասելու, հայտարարում են Իսրայելին իրենց թշնամի, Ավստրալիանը նույն գծի վրա, որտեղ սրանք Ավստրալիային դիտարկում են որպես իրենց երկրորդ միջազգային հայրենիք, որ շուտով դա էլ են իրենց սովորել։ Մեծ հակաիսրայելական ցուցարարական մի պաշտպանություն Պաղեստինցին եւ Իսրայելին ասում են դուք ուղղակի ցեղասպանեք։ Իսկ սա կոնգրեսում է, սալսեք մի։ We asked you America first or Israel first? Israel first. Israel first? Yes. Before Inside a congressional office building, a man is asked a direct question, America first or Israel first? His response on camera was clear, Israel first. The clip is now fueling debate online. You're the biggest loser that ever existed. All you guys are losers. You're a fat Կոնգրեսում հարցեն տալի առաջինը Իսրայելը թե Ամերիկանը։ Ասում է Իսրայելն է։ Հետո մոտենում է ականջին ասում է տղեկ, ասում է դուք լուզերներ եք։ Դուք ոչ մեկ եք։ Ամերիկացուն, Ամերիկայի մեջ կոնգրեսում ասում է տղեկ, դուք ոչ մեկ եք, որտեղ Իսրայելը ավելի կարևոր է, Իսրայելը առաջինը։ Իհարկե դուք կարող եք նման բան պնդել, բայց այսպես վիդեոներ I don't want to go fight Iranians for Israel. Joey, don't you dare be anti-Semitic! Ասում եմ, չեմ ուզում գնամ իրանցիների դեմ պայքարեմ բանի ամ Իսրայելի համար, ասում եմ, Ջոյի ասում եմ, անտիսեմիտիկ չի կարելի լինել։ Or Venezuelans. I want to go home, sir. You some kind of anti-Semite, Joe. Ասում եմ գնամ տուն, ասում եմ դու կարող ես հակասենիք ես։ I don't even know why we were there. Let's focus on why that thought is anti-Semitic, Joey. Ասում եմ, չգիտեմ նույնիսկ ես ինչի եմ դե։ Ասում եմ, արի մտածենք այդ քո հակասեմիտական մտքերը ոնտեղից է քո մոտ։ Yo. Get a job, loser. Israel needs our taxes. Սա նստել փող ավագում, ասում եմ, գնա աշխատի արա, Իսրայելը մեր տաքսերի կարիք ունի, մեր փողի։ But I'm not even dead. That's anti-Semitic, son. I mean, as funny as that is, it highlights a huge... Միխոսկով, այս կասկի վիզիոները վիրուսի նման տարածվում են, վիրուսի, Пожиратели детей. В прямом смысле пожиратели детей.
Կներեք ես հայերեն չեմ թարգմանելու, ինքը ուղղակի չթարգմանվող է, ուղղակի լսեք էլի։ Саша, ну вот ваш этот спикер, я не знаю этого мужчину, который к вам приходит периодически в гости, Геннадий М. У другого блогера я послушала, у меня глаза на лоб полезли. Я сомневаюсь, что он стал бы подобного рода информацию распространять просто так, потому что он ее придумал. Но он сказал о том, что на острове Эпштейна принц Эндрю, который уже лишен всех своих титулов, Эндрю Маунтбеттен, кстати, между прочим, вчера арестованный в свое 66-летие и увезенный в неизвестном направлении. Но не по этим статьям абсолютно, а потому что якобы он там какую-то чувствительную информацию Эпштейну передавал. Ну, то есть они прикрывают его, понятное дело. Но что он совершил? На острове Эпштейна он изнасиловал, а потом сожрал в прямом смысле слова дочку Кира Стармера. И Киру Стармеру дали эту должность премьер-министра в качестве отступного за то, что принц Эндрю сожрал его дочь. Саша, ну вот смотрите, вы на меня смотрите, как будто бы я сошла с ума. Մի զարմացեք։ Այս սատանիստների համար սա նորմալ պրակտիկա է, իրանք իրենց երեխեքին են նույն բանը։ Ու հետո պարտադրել են իրենց գեներացիայով գնացել է հազարավոր տարիներ։ Հիմա հասկանում եք, սա ինչի են բոլոր ժողովուրդները իրենց մեջից վանել։ Ինչ են բոլոր ժողովուրդները իրենց մեջից վանել սրանց։ Սա գիտեք քանի աստված ունեն։ Եվ որ ասում եմ մի հատ աստված կաներ, սուտ, մեծ սուտ։ Մեծ սուտ։ Բոլորը հրեշին, սրանք սատանայի պաշտ են, իրենց աստված են սատանային։ Հակառակ դեպքում սա ոնց է հնարավոր։ Իսկ հիմա կանք ինչ է սան սպասվում, հեսա ուզում նայեք։ Նայեք հիմա արդեն սրանք ինչ են անում, լսենք։ Disappeared just hours after the Epstein list topped the rankings. Number 1, Prince Andrew. Սեն 5 հոգու ցուցակն է մինիմում, որ այս ցուցակները հրապարակելուց հետո սրանք փախած են, չկան։ Առաջին հերթին սա։ He was mentioned 70 times on the list and is actually unable to enter the United States. Currently, he has locked himself in his UK estate. Although the FBI is eager to speak with him, he refuses to leave royal protection, hiding in the palace to evade handcuffs. Number 2, Leonardo DiCaprio. Leonardo, սա, DiCaprio. He appeared in Epstein's social list and party records and is accused of having personal dealings. He is facing the risk of losing all Hollywood resources, his environmental charity image, and high-end endorsement contracts. His image in ongoing film and television projects will be reshaped, and he even faces public pressure for all awards, including the Oscar, to be revoked. Number 3, Jay-Z. In these documents, an anonymous Jay-Z. This victim claims she was kidnapped in 1996 and woke up to find both him and Weinstein present. This statement has been archived and recorded by the FBI. He may lose all music collaborations, brand endorsements, and commercial interests in the United States. His decades-long status in the industry will collapse, and he faces the risk of massive compensation and judicial investigation. Number 4, Oprah. When the documents were released, the talk show queen immediately went silent and closed her Instagram comments to block millions of fans from asking questions. There are rumors that she is preparing her private jet for an immediate departure. Number 5, Bill Gates. According to reports, his divorce was caused by meetings with Epstein. When the new documents were released, Gates disappeared. No interviews, no public appearances. Silence is his best defense lawyer. Այս բաների հայտարարությունից հետո այս 5 հոգին առնվազն լրաց իջել են ջրի հատակը մինչև կանցնի վտանգը տրամաբանությամբ, կամ ոչ միտեղ չեն երևում, ոչ միտեղ չեն մասնակցում, վտանգներ կա իրանց ձեռքփակալության, քրեական գործերի, հասարակական պարսավանքի եւ այլն լիքը հետևանքներ լինելու։ Այս ամեն ինչը արագանալու է շատ շուտով այն բանից հետո եւ Թրամփը կհայտնվի մեղադրյալի աթոռին, որտեղ սրանց սպառում է դեռ Թրամփն ու իր ադմինիստրացիան։ Իսկ հիմա ասեմ ինչ եմ վստահ, որ սա շուտով լինելու է։ Ի տարբերություն էս ընկերոջը, որ հարցնում են Ամերիկան երբևէ կփրկվի, թե չի փրկվի։ Սա ասում է երբեք։
That these powers, these Illuminati people behind the scenes, are going to be successful at taking down the United States Yes, government. I totally agree. Yes. There are white hats operating as Ասում ես իլումինատները սրանք վերացնելու են կարողանան վերացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները as you know and as we know because we have been interacting with those people from time to time. Do you think it's possible that these people can be stopped? No, I do not. Ասում են հնարավոր է կանցնել, ասում են չէ, սա հին ձայնագրությունն է, ասում են չէ, սրանք անկառավարելի են, ուժեղ են, ամեն ինչ տիրապետում են եւ սրանք վերացնել են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ I categorically say no. I do not believe there is any reasonable evidence of anything of hope. Ասում են չկա ոչ մի բան հիմնավոր պատճառ, որ մի բան կարող է սրանց կանգնեցնել։ Սա հին ձայնագրությունն է, ուղղակի ես մի քիչ առաջ ընկնելով, քանի որ արդեն երկար ենք խոսում, ես ուզում եմ լսեմ ինչն է սրանց կանգնեցնելու։ Սրանք երիտասարդ կանդիդատներն են, տեխնացուներն են կոնգրեսի ընտրությունների համար։ Միջանկյալ, որոնց ընտրություններն են նոյեմբերին։ And I say fuck it, let's be AIPAC. Հələ հայաց կնայք, ասում է, ես մի բան կարամ ասեմ, fuck and let's beat AIPAC, հայոյում է, հրեական լոբինգին և ասում է, ալի դրանց կրենք, ու հələ արդավալի դեմքի արտահայտությունը, և ասողի դեմքի արտահայտությունը, ես ասում եմ, գալու են բոլորը այս լոզունգով են գալու, երիտասարդ սերունդը, ինքը գալու է այս լոզունգով, գիտեք ինչի, 100% հաղթանակը ապահովված է։ Հիմա սրանցից քանիս ընթացքում կարող է վերափոխվեն, վերաձևվեն, բան, բայց ստեղ էլ էդի շատ արագ անում։ Շատ։ Հետկանչման մեխանիզմը, ռեպուտացիայի կորցնելը, անպայման 1% ինքը կարող է ընթացքում որոշի վաճառվել, ես չեմ բացառում դա, բայց սրանք կորցնելու են ու միջև կորցնելը, Թրամփն է կորցնում իշխանությունը։ Այսպես տապեր են գալու, սրանք ընտրվելու են։ Հիմա լսեք։ Այս լոզունգով են գալու, սա էլ լսենք։ That clip was from our first Canada debate last night, and it tells you everything you need to know about this race. Because when you can't call out a genocide when the whole world sees one, how can we trust you in DC? Սա էլ հենց բանը, Վաշինգտոնում է։ Պարս Իսրայելը ցեղասպանություն անում է, թե չէ։ Այսպես պարս հարցին դու չես կարողանում պատասխանես։ Այո, նշանակում է դու ճակատո ապագա չունես։ Ասում եմ, հենց այս սանորը նախտելու են։ Ու սա է լինելու այս ապագա ընտրությունների հաղթանակի բանաձևը։ Հաղթանակի բանաձևը լինելու է։ Ամերիկան առաջինը, թե Իսրայելը։ Շատ պարզ է լինելու բանաձևը։ Որտեղ բոլորը մի օրվա մեջ մեկ էլ հասկացան, որ իրանք գաղութ են, որ իրանք աշխատում են ապրելու, աշխատում են որ ապրի Իսրայելը, իրանք երեխեքը զոհվում են Իսրայելի համար, իրանք հարկերից թալանում են, տանում են Իսրայելի համար։ Այսօր էլի 69 միլիարդ դոլար դուրս է գրել Թրամփը Իսրայելին օգնություն որպես։ Փոխվել է աշխարհը։ Եվ ամենավերջում կարճ ուզում եմ լսենք մեր հայրենակցին։ Այս դիբիլից պրսնենք մենակ, սրանից պրսնենք։ Սա Հայաստանը հանձնեցել, այնսեղ գերիները մնացին այնտեղ ասա քշերը քնում ենք հանգիստ։ Մեղ չեն մեր հայ ազգը այնտեղ մնա թուրքի ձեռին։ Այո։ Ճիշտ ասում, ասա գիշերը քնում ենք հանգիստ։ Չէ, դե մարդիկ կամ հանգիստ քնում են, պրոբլեմ չունեն, դրանք են, ովքեր հարմարվել են այդ ցեխաջրին եւ իրենց կոմֆորտն են գտել այդ ցեխաջրի մեջ։ Իսկ ըստ Մակարենկոյի նորմալ մարդը, բարոյական մարդը չի կարող այդ կոմֆորտ գտնել։ Ես դրա համար եմ ասում, իմ համար արդեն բաժանված է, որովհետեւ սա վաղուց բարոյական կատեգորիայի մեջ է։ Արամ Աբրահամյանը ինչ էր ասում, սա առումով պատկեշտություն էր ասում կամ տես մի բառ էր ասում, որ իրարից հեռու չի։ Ես հավել եմ բարձրացնում դոզան, բարոյականը։ Կամ դու բարոյական մարդ ես եւ ես ցեխաջուրը, այս կեղտաջուրը կոմոդ ընդունելի չի։ Կամ անբարոյական ես, հարմարվել ես, դու կեղտաջուրի մեջ քանչյունը գտել ես, գարշա հոտի մեջ դու քո կայֆն ես բռնում, կներեք արտահայտությանը սա։
բայց սա է իրականությունը։ Հենց այս նոտայի վրա ուզում եմ ավարտեմ ու հիշեցնեմ մեզ մեր ընտրությունից ամեն ինչ կախված, մեր կյանքի դիզայները, ճարտարապետը պետք է մենք լինենք, մենք ենք ընտրում մեզ համար շարունակել այս գարշահոտի մեջ ապրել ու սերունդներ մեծացնել, որոնք դառնալու են այդ գարշահոտի միջավայրում ծնած արդյունք, ու դրանք չեն կարող լավ երեխեք լինել, թե մաքրելու ենք մեր միջավայրը եւ մեր երեխեքին տանք լավ միջավայրում, էկոլոգիապես մաքուր միջավայրում մարդ մեծանան, պարզ բանաձևը, կամ այո, կամ ոչ։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։